$9 միլիոն $2.5 միլիոն ֆինանսական ներդրումներ պետք է ունենա Եվրամիությունը Գյումրու պատմական շուկայի վերակառուցման ծրագրում ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսն է նախորդին IT շրջանակներում կարճ կանգառ ունեցել շուկայի տարածքում։ Վերջինիս հետաքրքրությունը հիմնականում կենտրոնացած է եղել ծրագրի բովանդակային եւ քաղաքային զարգացման նշանակության վրա։ Հանձնակատարին ավելի հետաքրքիր էր, թե ինչ է եղել այս տարածքում երկրաշարժից առաջ եւ ինչ է լինելու, այսինքն մոտավորապես որտեղ են լինելու պավիլյոնները, ինչպես է լինելու դպրոցը խորհրդական, որտեղ հասկանում ենք, որ ծրագրի հիմքը կրթությունն է եւ խորհրդական դպրոցն է։ Իհարկե իր մեջ ներառում է նաեւ այս ընդհանուր էկոհամակարգը։ Այո, եւ մենք բաժանվեցինք խոստումներով, որ նորից կգանք եւ արդեն կմասնակցենք բացմանը։ Հանձնակատարի այցի ընթացքում ծրագրի պատասխանատուները ներկայացրել են ինչպես կատարված աշխատանքները, այնպես էլ առաջիկա քայլերը։ Նշվել է, որ նախաձեռնությունը մեկնարկել է դեռևս 2024 թվականի մայիսին եւ այս փուլում գտնվում է համալիր ուսումնասիրությունների փուլում։ Հասկանալի է, որ մարդիկ ուզում են տեսնեն ինչ որ կառույցներ արդեն, ինչպես բոլորս, բայց գուցե եւ տեղակ չեն, որ ասենք հետազոտություններ են տեղի ունենում եւ այդ պատճառով էլ հիմա մենք այդ մասին խոսում ենք, որ տեղի ունենում հետազոտություններ, որի հիմքի վրա պիտի այդ կառույցները լինեն։ Սկսած երկրաֆիզիկական, ուրեմն հողի անգամ ուսումնասիրությունից մինչև արկա կառույցների ուրեմն սեյսմիկ վիճակի եւ հետազոտությունները չեն կարող ինչ-որ բան սկսել։ Լենա Կարապետյանը հիշեցնում է, նախատեսվում է Գյումրու պատմական կենտրոնում ստեղծել բազմաֆունկցիոնալ էկոհամակարգ, ներառելով միջազգային խոհարարական դպրոց, վերանորոգված սննդի շուկա եւ կոմերցիոն հատված, խանութներով, սրճարաններով ու ռեստորաններով։ Թումոյի ճարտարապետների խումբը այցելել է Գյումրի տարածք եւ արել է քարտեզագրում, հատկապես քարտեզագրումները կրպակների, թվերի, նաև իր կոնֆիգուրացիաների, նաև սեփականության տեսակների, արտադրանքի եւ այլն։ Դրանից հետո մեկնարկեց նաև ճարտարապետական մեծ մրցույթ, միջազգային մրցույթ, որի արդյունքում մենք ունեցանք ավելի քան 150 հայտեր ամբողջ աշխարհից։ Ժյուրին, որ կազմված էր պրոֆեսիոնալներից, ուրեմն ընտրեց 3 ֆինալիստների այդ 150 հայտերից, ովքեր եւ մասնակցեցին հենց տեղում Հայաստանում, մասնակցեցին մի քանի օրյա workshop-ի դասընթացների, ճարտարապետական դասընթացների եւ արդյունքների ամփոփումից հետո ընտրվեց Մուրադյան ստուդիոն որպես հաղթող թիմ։ Ճարտարապետական փուլից հետո մեր մոտ մեկնարկեց արդեն նախագծային փուլը։ Նախագծային փուլը իր մեջ ներառում էր լանդշաֆտային նախագիծը, ջրահեռացման եւ ոռոգման համակարգերի ուսումնասիրությունները, նաեւ անձրևաջրերի կառավարման հետ կապված ուրեմն մրցույթները, որը իհարկե արվեց մրցույթը եւ շնորհվեց տենդերը շնորհվեց բելգիական ընկերության։ Դրանից հետո կազմակերպվեց workshop-եր դասընթացներ այդ 2 հաղթող ընկերությունների շուրջ, որպեսզի նստեին եւ մտածեին հաջորդիվ քայլերը։ Ծրագրի հեղինակներն ընդգծել են, որ նախաձեռնության առանցքում կրթությունն է, նախատեսվում է պատրաստել նոր սերնդի մասնագետներ, որոնք կնպաստեն ինչպես ծառայությունների որակի բարձրացմանը, այնպես էլ տեղական արտադրողների հետ համագործակցության խորացմանը։ Ծրագրի կատարման ժամկետները ըստ տրամաբանության երկարացվում են։ Այժմ ենթադրվում է, որ ծրագիրն ավարտին կհասնի 2027 թվականին։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։